Բարելույթ իմ շատ սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ բոլորիդ, շնորհակալ եմ, որ ալիքի հետ եք, շնորհակալ եմ աջակցում եք ինձ, շնորհակալ եմ դիտում եք իմ վիդեոները, դնում եք ձեր լայքերը, խորապես զգացված եմ, հատուկ շնորհակալությունս ուզում եմ հայտնել ալիքին նոր միացած մեր ընկերներին, ոսում եմ երկար կմնաք ալիքի հետ, ես կփորձեմ ձեզ ապահովել հետաքրքիր վիդեոներով, իսկ դե բոլոր մյուս մեր ընկերներին, ովքեր այս պահին դիտում են իմ վիդեոն, բայց դեռ գրանցված չեն ալիքին, խնդրած կլինեմ գրանցվել ալիքին, եթե հավանում եք իմ վիդեոները, դնել ձեր լայքերը, դա ինձ մեծ օգնություն է։ Այսօր իմ կարելի ասել առաջի ռեզերվն եմ անում, եղել է էլի լիֆտով, եղել է մի թե երկու անգամ մանր տենց մի բան ոնց որ cancel եղած ռեզերվ թե ինչ տենց վերջի պահին ինձ տվել է, բայց այս մեկը արդեն 3 ոնց որ տենց ռեզերվ տվեց ինձ մեր մոտից аэропորտ կոմֆորտով, բայց դե ված չի, առավոտյան ուրեմն շուտ է ժամը, հուսով եմ շատ խցանումներ չի լինի, գինն էլ 70 քանի դոլար մի խոսքով։ Ենթադրում եմ, որ կարող է նաև թեյավճարել թողեն, հենց որ եթե առավել ևս որ թեյավճարել թողեն, շատ համարյա բլաքի գնի երևի կանգնի։ Որոշեցի այսօր հա ձեր այդ ինֆորմացիայով կիսվեմ, այսօր արդեն 2 ռեզերվ ինձ տվել է, մի հատ էլ ցերեկ ունեմ, էլի аэропորտ եմ գնալու։ Տենանք հույս ունեմ գոնե քանի դեռ Uber-ս չկա, հայ միջելոց ով չգիտի, ասեմ Uber-ս անջատած է, դեռ անջատած է, հələ որ չկա ոչ մի բան։ Հենց որ հույս ունեմ, եթե լիֆտը սենց ռեզերվներ կտա, էլի ահագին ոնց որ ասած օգնություն է հիմա, ինչ կանգնես ուղակի սպասես պաղտիկ համաճույքին, սենց գոնե որ գիտես, որ ռեզերվներ ունես, գոնե ինչ-որ մի չափ էդ էլի օգնություն է, եթե դիտել եք իմ նախորդ վիդեոները, համոզված եմ կհիշեք այն հատվածը, երբ որ Uber-ով ես մենակ ռեզերվներով էի աշխատում ու դա մի հատ հիանալի վիճակ էր, կարամ ասեմ, ես 3 օյան արդեն ես գիտեի իմ առավոտվա գրաֆիկը, ուր եմ գնալու, ինչքան եմ աշխատելու, հենց որ հուսանք լիֆտն էլ տենց կլինի, Աեропորտը այսօր ամսի 19-ն է, ուրբաթ օր է, ուրեմն դպրոցների վերջին օրն է ու ենթադրում եմ արդեն, չնայած երեկվանից արդեն սկսել է աեропորտի աժոտաժը, բայց այսօրվանից ավելի կուժեղանա, դե մինչև ամսի 25-ը շատերը ուրեմն գնում են քաղաքից դուրս, հանգստանալու, նշելու ծննդյան տոները եւ այլն, սուրբ ծննդյան տոները նկատի ունեմ։ Հենց որ այսօր 2 ռեզերվս էլ аэропորտա, կարծում եմ էլի ընթացքում կունենամ аэропորտի պատվեր։ Հենց որ գնացինք
մի կերպ հասա аэропորտ։ Անցյալում հաստատ այս մարդիկ Excel էին կանչելու։ Ուղղակի արդեն սովորել են, գիտեն, որ մեկը, ասենք, մեծ ավտո է գալու կամ նստում են այնքան կանչում ու cancel-անում, միջև կոմֆորտով մեծ ավտո է գալիս։ Խոսքով դրա համար եմ էլի ասում, որ ասենք սենց ես հասկանում եմ, էդի համ կոմֆորտ ու Excel քշող տղեկի գործին ա խփում, մեր գործին էլ ա խփում, խի մենակ իրանց։ Ուղղակի որ տարբերակ չկա, հիմա իրանք մեզ բան չեն թողել, ընտրություն չեն թողել։ Տղեկ ջան, դες որ իմացեք, ովքեր կոմֆորտ ու Excel են քշում, ես չմտածեք էլի մենք ձեզ վատություն ենք անում, ուղղակի տարբերակ չունենք։ Դրա համար ստիպված վերցնում ենք այդ քոլերը, որտեվ գիտեմ Excel-ի ու կոմֆորտի ուրեմն գործը եթե նստելա պատճառներից մեկը մենք ենք, որ այս մեծ մեքենաներով Excel ու կոմֆորտ վերցնում ենք, բայց ինչ արած, այդ է այսօր վիճակը։ Հիմա իհարկե ես չէի ուզի, ես կուզենայի իմ մեքենան մտնում ա բլեքի տակ, SUV-ի տակ, միացնեի բլեքս նստեի իմ համար բլեք անեի, ինչի կոմֆորտ վերցնեմ, ինչի Excel վերցնեմ, որ ասենք շատ գնամ քիչ վճարվեմ, բայց եթե ես միացնեմ մենակ բլակ ու Excel ու նստեմ, ես այսօր կարող ա երկու հատ քոլ անեմ կամ մի հատ քոլ անեմ, էլի։ Էտա ամբողջ խնդիրը դրանում ա։ Ու հետո դրանից բացի նախ սպասեցի ահագին միջև եկան, ասենք իրանց նախատեսված ժամանակից ահագին ավելի սպասեցի միջև եկան ու գնաց սկսվեց էլի այդ ես սպասում եմ էլի էքսպրես լայնի տրանսպոնդեր ունես սկզբից հենց եկան բարևելուց առաջ այդ հարցերին ասում եմ այո ունեմ բարև ձեզ սենց մտնենք, մի քիչ արագ էլի ուշանում ենք էլի եւ այլն, արա սենց մարդու, չգիտեմ էլի, մանավանդ էս վաղ առավոտյան ստրեսի մեջ է դնում, ինձ համենայն դեպս ստրեսի մեջ է դնում։ Այն ինչքան է դե պարզանես չի, որ ասցին մի քիչ արագ հեսա, չգիտեմ ինչեր եմ անելու, բայց ստրես է։ Տենց իջացրեցինք, այս մարդկանց հիմա տեսնենք բան գալու է մեզ, թեավճար գալու է, այդ ամեն ինչը իրա սրտով արեցի, այնտեղ նստելուց միջև аэропորտ հասնել եւի սուտ չլնի 5-ից 6 անգամ ասեց, մեզ քիչ հասնես ներքևը թեթև կլինի, մեզ ներքևը քիչ ասեցի, հա, հասկացա քիչ, էլի չի հասկանում, էլի ասում ենք, մեզ ներքևը էլի իջացրու, էլի ինչ կլինի ներքև։ Մի խոսքով արագ առանց խցանումների, որտեղ վերևը ահավոր վիճակ էր իրականում։ Տարա շուտ իջացրեցին, որ ուրախությունից ծափ էին տալիս, հիմա տեսնենք այդ ծափերի արդյունքները մենք կզգանք թե չէ։ Հիմա կբարձրանամ վերև, ըստ ամենայնի երևի ավելի շատ Beverly Hills-ի կողմ, West Hollywood-ի կողմ, տենց էսա երևի Las Vegas-ով կբարձրանամ։ Տեսնենք այսօր մեզ ինչ է սպասվում։ Իմիջայլոց մեքենաս ահավոր կեղտոտ է, գիտեմ հիմա, որ կամերան կարող է տեսնեք վիդեոյի մեջ երևա, ասենք, որ դիմապակին ինչ-որ կեղտոտական բան, գիտեմ, կներեք, ժամանակ չի եղել, հիմա կփորձեմ հեսա գնամ լվամ, գնացինք։ Աերոպորտից ընդամենը 4 մայլ հեռավորության վրա ստացա իմ երկրորդ պատվերը այսօրվա, արդեն SUV-ով, սակ SUV-ից էի խոսում, SUV տվեց պատվ։ Այսօր սաղուր SUV-ից ենք խոսալու, մի խոսքով, աերոպորտ եմ էլի իջացնելու, 40, ոնց որ թե $7, $48, շատ լավ գին է էլի 4 մայլ ընդամենը։ Գնացինք։
Aeroport-ի տարածքից հենց պատվեր ստացա Excel-ով եկա ուրեմն San Pedro, Long Beach, San Pedro արդեն ես չգիտեմ։ Մի խոսքով կրուիզի հատվածը կրուիզ էին գնում մարդիկ, բերեցի նավի մոտ, իջացրեցի։ Հիմա դուրս չեն գալիս ստեղից, բայց ուզում եմ այս տարածքում մի քիչ սպասեմ, որտեվ ահագին մարդ կա նոր հետ եկած, հիմա կարողա բախտներս բերի էլի ինչ-որ բանով, հարցով բախտներս բերի մարդ վերցնենք, հենց որ կսպասենք ստեղ մի փոքր։ Բարի երեկո իմ շատ սիրելի հետևորդներ, օրվա երկրորդ կեսն է, ինչպես հիշում եք ես ասացի, որ ունեի ուրեմն ռեզերվ երկրորդ ժամը 3-ի համար, ու այնպես ստացվեց, որ այդ ռեզերվը cancel եղավ, մի կողմից շատ լավ եղավ, որ cancel եղավ, որովհետև այդ տուն էի բարդացել, ճիշտ ասած դպրոցի բան այդ պահերը գիտեք, այնտեղից պետքա քշեի Beverly Hills, որ Beverly Hills-ից ընկերս էր ուղղակի կներեք, որ Beverly Hills-ից ուրեմն բերեի aeroport $60 այդ ամեն ինչը, ու այդ cancel եղավ, այնց ստացվեց, որ երեխեքին դպրոցից բերեցի ու մեր մոտից մի անգամից տվեց արդեն $100 տվեց, ուրեմն բան, ինչ են ասում, aeroport։ Հիմա aeroportum եմ, aeroportից հեսա դուս եմ գալիս ու տեսնենք այսօր մեզ ինչ է սպասվում, գնացինք։ Aeroportից մինչև Westwood-ի մոտակայքը բարձրացա ու հիմա նորից արդեն Excel-ով այս անգամ կրկին aeroport եմ իջնում $70։ Այսօր ընդհանրապես մի պատվեր եմ արել, որը չի եղել aeroport, մնացածը aeroport են, շնաց հիմա այս խցանումներով ուղղակի չգիտեմ, երևում է թե չէ, այս վիճակով aeroport իջները չգիտեմ քանի ժամ է տևելու իմ մոտ այնքան ծանրախցանումները, որ պատկերացրեք 7 մայլին Excel-ով վճարում է $70։ Բայց դե ինչ արած, դե արվի, գնացինք։
դաժան հասանք аэропорт ահա որ դաժան էր, անկեղծ եմ ասում։ Ուրեմն 405-ը կանգնած վիճակ էր, որոշեցի Սեպուլվեդան վերցնեմ, ու իրանք էլ նույն բանը խնդրեցին, Սեպուլվեդան վերցրեցինք, ավելի ծանր վիճակ։ Մի կերպ հասանք, մի խոսքով, բայց փառք Աստծո, շատ լավ է։ Թող մի քանի հատ սենց քորտա, ընտիր կլինի ուղղակի, այսօրվա օրը կհամարվենք ստացված, չնայած արդեն ստացված է, դժգոհ չեմ այսօրվանից, այս տեմպերով մնում է շարունակվի, մինչև տեսնենք քանիս է, ինձ մնացել է 3 ժամ, 3 ժամ մնացել է ակտիվ, 3 ժամում ինչ կհասցնեմ աշխատեմ, կհասցնեմ, չէ, ուրեմն շարունակությունը վաղը, որտև խի եմ ասում շարունակությունը վաղը, համոզված եմ վաղն էլ է ակտիվ լինելու aeroport մանավանդ, տեսնենք, մի խոսքով, իմիջայլոց ես չգիտեմ YouTube-ի ինչ-որ այս ալգորիթմն է, ինչ ասեն, շատ խառը վիճակում է, բոլոր ուրեմն այն մարդիկ, ովքեր ունեն YouTube-յան ալիքներ, բոլորն էլ բողոքում են, որ շատ վատ է աշխատում ու սխալ է աշխատում ու դանդաղ է աշխատում։ Սա ինչի համար եմ ասում, ես իմ վերջի վիդեոն ճիշտն ասած, եթե կհիշեք կամ ով որ դիտել է, կհիշի, որ այդ Union-ի հետ կապված էի խոսացել, ու տենց էլ ոչ մի արձագանք ճիշտ ասած ձեզնից չստացա, մեր ընկերներից մեկը մենակ գրեց, թե ինքը ինչ կարծիք ունի, ու այդքանը, մինչև այսօր դեռ ուրիշ արձագանք չեմ ստացել, կամ միգուցե հարցեր կան, ինչ-որ հետաքրքրում են ձեզ, որտեվ այդ մարդիկ ինձ էլի են իրանց մոտ հրավիրում, հիմա ես ոքի չեմ ուզում սենց գնամ, ուզում եմ, որ մի քիչ էլ ոնց որ ձեր կողմից հարցեր լինի, որ գնամ իրանց տամ այդ հարցերը, հիմա կարող է բաներ կա, այդ պահին ես չհիշեմ, հետո գամ հետո ասենք վայ ինչ բանը կարևոր էր օրինակ չհարցրեցի դրա համար կուզենայի պարտադիր չի ես ասում եմ չնայած որ ես այդ գրանցվելու լինք ամեն ինչ դրել եմ նախորդ վիդեոյի մեկնաբանությունների հատվածում բայց հիմա ես չեմ ասում ձեզ ասենք գրանցվեք դա ձեր գործն է հիմա դուք ոնց կկամենաք դա ինձ ես չեմ կարող ձեզ այդ ամեն ինչը ոնց որ ասես պարտադրեմ իհարկե ուղղակի քանի որ ես կարծեցի լավ միտք է շատ էի ուզում մեր մնացած ընկերների ովքեր նույն գործի մեջ են նույն ձևի տանջվում են ում account-ը նույն ձևի փակում են եւ այլն ուզեցա որ ձեր բանն ձեր կարծիքներն իմանամ դուք ինչ եք մտածում ինչ հարցեր ունեք ինչ կուզենայիք այդ ամեն ինչը բայրա որ ես կարամ իրանց գնամ փոխանցեմ քանի դեռ հիմա ոնց որ ասած հետները շփման sense պահ կա, հնարավորություն կա, հիմա վաղը մեսօր չգիտեմ ինչ կրնի, կարող է նույնիսկ չգիտեմ, մի խոսքով ուզում ասածս ինչ է, եթե չեք դիտել, դիտեք նախորդ վիդեոն ձեր հարցերը, կարծիքները գրեք ես էլ եմ ուզում ընդհանուր մի հատ ձեզ էլ հասկանամ, դուք ինչ եք այդ պահով մտածում էլի այսքան մարդ ունենք, որ վիդեոն նայում է, այսքան մեր ընկերները հետևում են, բայց իմ մոտ նենց տպավորություն է, էլի եմ ասում, կարող է YouTube-ի հետ կապված է, կարող է նրանից է, որ շատերը չեն էլ տեսել վիդեոն նույնիսկ, բայց այսօրվա դրությամբ նենց տպավորություն է, որ ես ու մեկ էլ մի հոգի մարդ ենք հետաքրքրված, ասենք այդ հարցով էլի, որ չգիտեմ, մի խոսքով, գերեք իմանամ ձեր կարծիքն ինչ է, դուք ինչ հարցեր ունեք ու այդպես շարունակ։ Հիմա մի հատ շունչ առնեմ ստեղ շուտ ու կրկին շարժվենք վերև քաղաքի կողմ։
Aeroportից վերև բարձրանալու ճանապարհին ստացա պատվեր դեպի Beverly Hills։ Վատ չի պատվերը, Black-ով է, նախ ասեմ, ընդամենը մի քանի մայլ եմ գնալու, $30։ Նորմալ պատվեր է, համել մեկը ասենց թե հենց այդ կողմ եմ գնում, հենց որ այսօր ծրագիրը ոնց որ իմ օգտին է աշխատում, էլի։ Խոսքով գնացինք պատվերի հետևից։ Beverly Hills հասանք ու մի անգամից տեղից հաջորդ պատվերն է տալիս downtown։ Հիմա ես չգիտեմ ոնց է լինելու խցանումները, չնայած 7-ն է արդեն ժամը, պիտի որ մի քիչ գոնե թեթևացած լինի, բայց վերջեցի պատվերը։ Այսօր բացի են շատ են ահավոր մանր պատվերներից, մնացածը որոշել եմ բոլորը վերցնեմ, որովհետև զգում եմ, որ տարբերություն կա, եթե ասենք շատ չեմ մերժում, մի քիչ ավելի հաճախ եմ ոնց որ պատվերները վերցնում, թեկուզ շատ ինչ-որ մի վատ բան է տալիս մի հատ կամ երկու հատ, որ անում եմ, հետո ինքը բան անում, սկսում է ավելի լավ պատվերներ իրար հետևից տան, այս որ ով էլ ասենք չի բան անում, չգիտի եսը, իմացեք, որ ոնց որ թե իմ կարծիքով, իմ փորձածով թե հիմա համընկել է, թե իրոք տենց է, ամենայն դեպս չեմ վերցրել մի քանի հատ, սենց ոնց որ ափը անջատվի, հետո մեկ էլ մի երկու հատ սենց ստից պատվերներ եմ վերցրել ու մեկ էլ սկսել է աշխատել ու սկսել է պատվերներ տալ, հենց որ փորձեք դուք էլ, եթե պատվեր չի տալիս, փորձեք քիչ մերժեք, կարող ավելի շատ սկսի տալ, դե ինչ հեսա հասնում եմ ու գնանք downtown։ Downtown հասա մի քիչ առաջ, չէ, բավականին առաջ, որտեղ արդեն երկար ժամանակ է downtown-ում կանգնած սպասում եմ պատվերի, դժվար եկա, բայց դե լավ պատվեր էր, վատ չէր, մնացել է մի ժամ, ճիշտը որ ասեմ, տեսնենք, այս մի ժամում եթե մի բան էլի անեմ, եթե չէ, Էտա, ինչ ասեմ, լիֆտը այսօր ինձ հաճելիորեն զարմացրեց, 7 պատվեր եմ արել, աշխատել եմ այսօր $500, ճիշտ այդ аэроպորտի բոլոր այդ պատվերներն էր, շատ դժվարությամբ մեծ իջա аэроպորտ, բայց էլի փառք Աստծո, այսօր սենց տեսնենք վաղը ինչ կլինի, վաղն էլ կարծեմ էլի аэроպորտ ա լինելու, նենց որ հուսով եմ, որ վաղն էլ են գործ անելու, Եթե սրանից այս մի ժամվա ընթացքում պատվեր տա ինչ-որ մի հետարքիր մի բան լինի, անպայման կտեղադրեմ էդ էլ,
Եթե չէ, այսօր դե արդեն երևի այսքանով կեզրափակվեմ։ Շնորհակալ եմ բոլորիցդ, որ մնացիք վիդեոյի հետ, դիտեցիք վիդեոն մինչև վերջ։ Չմոռանաք դնել ձեր լայքերը, կոմենտներ գրել։ Այդ Union-ի հետ կապված նորից եմ ասում, եթե իրոք չեք տեսել, տեսեք, այնտեղ եթե հարցեր կա, մի խոսքով, այդքանը, լավ մնացեք, շնորհակալ եմ բոլորիցդ, մինչև մեր հաջորդ հանդիպում, բարի գիշեր բոլորիդ։